շրջանակներում ազգային ժողով այցելած երիտասարդ սերունդ հասարակական կազմակերպության անդամներին։ Ողջունում ենք ձեզ ազգային ժողովում, հարգելի գործընկերներ, Ագնեսա Խամոյան հարցի համար համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան, ես իրականում կարծում եմ, որ խնդիրը ոչ թե մի քանի հեռախոսահամարների առկայությունն է, եւ կարծում եմ, որ մեկ հեռախոսահամար ստեղծելով ըստ էության տեխնիկական ընդհանրապես դա լուծում է, իրականում խնդիրները շատ ավելի խորքային են։ Խնդիրը օրինակ նա է, որ մեր քաղաքացիները պարզապես խուսափում են ահազանգել ոստիկանություն, որովհետև չեն ուզում ավելորդ խնդիրների, քաշքշուկների մեջ ընկնել ըստ էության, եւ առհասարակ դա մեր մենթալիտետին բնորոշ ըստ էության երևույթ է, ես կարծում եմ։ Ես օրինակ մարդիկ գիտեմ, որ առհասարակ չեն ուզում ոստիկանության հետ ըստ էության որևէ կոնտակտ ունենան։ Այս մասով դուք մարդկանց քաղաքացիների կյանքը հեշտացնելու, հաղորդումը տալուց հետո ըստ էության հեշտացնելու եւ շփումները ըստ էության նվազագույնի հասցնելու մասով ինչ որ նոր լուծումներ, նոր մեթոդաբանություն ունեք թե ոչ, եւ հանցագործությունների մասով շատ կարճ ժամանակը իրականում լավ էս մասով արձագանքեք, երկրորդ հարցս արձագանքի ժամանակ կտամ։ Շնորհակալություն Տիկին Խաման։ Ըստ էության մեխանիկական միացում չի, նշեմ, որ նաև համարների միացումը եւ մեկ համարի տիրույթ բերելը, հատկապես 112 հնարավորություն է տալիս ահազանգող քաղաքացուն տեղորոշելու, օրինակ 102 հեռախոսահամարը չի տալիս տեխնիկապես այդ հնարավորությունը։ Ասեմ ձեզ, որ ոստիկանության նկատմամբ վստահությունը, եթե չափենք այն գործիքով, որով որ դուք նկատի ունեք, այսինքն ահազանգերի քանակով, ասեմ, որ օպերատիվ կառավարման ձևավորումից հետո տարեց տարի 15-ից 20% մենք աճ ենք արձանագրում զանգերի, ասեմ, որ այս տարվա ընթացքում միայն 990,000 զանգ ենք ստացել, սա կարծում եմ չի խոսում վստահության թուլացման մասին, այլ հակառակը։ Ինչ վերաբերվում է տեխնիկական մյուս հագեցվածություններին, որոնք հնարավորություն կտալ կրճատել շփումը եւ այլ տեխնիկական միջոցներով նաեւ ապահովել որոշակի ազդարարման համակարգեր, այո, ես դրա մասին խոսեցի, այսինքն մենք նաեւ ազդարարման համակարգն ենք պատրաստվում կատարելագործել, որը SMS-ային հաղորդագրությունների տեսքով, հեռուստատեսության, հանրային ռադիոյի կամ ռադիոյի առհասարակ միջոցով կամ շչակների միասնական կենտրոնացված համակարգ կունենանք, որը կապահովի ճիշտ ժամանակին եւ ճիշտ շրջանակի համար տվյալ իրավիճակի ազդարարում տարբեր մեթոդներով եւ ճշգրիտ ինֆորմացիա կապահովի հնարավոր խուճապները կանխելու համար։ Արձագանք։ Շնորհակալ եմ։ Կրճան, ես ճիշտ հասկացա, որ եթե քաղաքացին փաստորեն ահազանգում է, ավտոմատ այն հեռախոսից, որից որ զանգը գնում է, տեղորոշվում է իր տեղը։ Ես դա ճիշտ եմ հասկացել, թե չէ, որովհետև դուք ասում եք, որ նախորդ հեռախոսահամարը այդ հնարավորությունը ըստ էության թույլ չէր տալիս, այդ տեխնիկական մասը խնդրում եմ բացատրեք։ Դուք համաձայն չեք փաստորեն, որ մեր քաղաքացիները շատ իրավիճակներում խուսափում են իսկապես զանգահարել ոստիկանություն եւ հաղորդում ըստ էության ներկայացնել։ Ես ձեզ տարական օրինակ եմ բերում, շատ տարական օրինակ եմ բերում, մի քիչ էլ կենցաղային է դառնում ըստ էության մեր զրույցը։ Օրինակ, երեկոյան ժամը 12:00-ից հետո ինչ որ երիտասարդների խումբ շենքի բակում բարձր խոսում են իրար հետ, հայոյում են, չգիտեմ ինչեր են անում, այդ շենքից որևէ մեկը չի զանգում ոստիկանություն, որ գան հասարակական կարգ ապահովեն։ Կներեք այս բառի համար, տղավարի հարցերը իջնում են, լուծում են։ Այսօր բազմաթիվ դեպքեր կան, երբ որ ազդանշանի համար լավագույն դեպքում այդ բախումը այսպես կոչված ավարտվում է վիճաբանությամբ, վատագույն դեպքում դա արժենում է մարդկային կյանք։ Այսինքն այսպիսի մենք իրավիճակ ունենք, որը էլի ասում, գուցե մեր մենթալիտետով է պայմանավորված, բայց սրանք խնդիրներ են, որոնք խորքային լուծման կարիք ունեն եւ նաեւ այս մարմինը այդ մասով ինչ որ հետազոտություն անելու է եւ արդյոք լուծումներ առաջարկելու է։ Համեցեք։ Շնորհակալություն Տիկին Խաման, ասեմ ձեզ, որ այ օրենքով նախատեսված է, որ հրատապա զանգերը ընդունելու դեպքում մենք կարողանալու ենք տեղորոշել ահազանգողին,
օրենսդրությամբ դա նախատեսված էր, սակայն 102 օրինակ համարը դրա տեխնիկական հնարավորությունը չէր տալի, քանի որ ինքը չի համարվում էքստրենի հեռախոսահամար միջազգային ընդունված եւ օպերատորները չեն կարողանում դա ապահովել։ Այսինքն դա հնարավոր կլինի ապահովել տեղափոխվելով 112 հեռախոսահամարի տիրույթ։ Ինչ վերաբերվում է ձեր ասածին, այո, այդ առումով մենք ունենք խնդիրներ, մենք էլ ենք ուսումնասիրել եւ մենք էլ ենք նկատել, որ շատ դեպքերում կարող է քաղաքացիները խուսափեն ազանգ տան եւ դրանց պատճառները մի քանիս են։ Հանրային հարցում էլ ենք արել եւ պատճառներին էլ ենք փորձել անդրադառնալ։ Այս ծառայությունը չէ, բայց հանցավորության կանխարգելման ռազմավարություն են մշակվում, որ առաջիկայում կներկայացվի կառավարության հավանության եւ այստեղ մենք անդրադարձ կատարում ենք, այո, քաղաքացիների կրթությանը, քաղաքացիական հասարակության վարկագիծ դրսևորեն, ինչպես նաեւ իրավապահ մարմինների կողմից առավել կոմֆորտ իրավիճակում այդ ահազանգերը սպասարկելու։ Գարնիկ Գրանդը։ Պարոն Մկրտչյան, հարցս հետևյալն է, վերջերս տեղ ունեցավ մի սահմռկեցուցիչ դեպք, երբ որ հասարակական, հանրային, քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկեցին եւ այդ ծեծի ենթարկելուց հետո, ըստ նաեւ շրջանառվող տեղեկությունների, այն մարդիկ, որոնք որ կատարել էին ենթադրյալ այդ հանցագործությունը, մեքենաների համարանիշներ էին փոխել, այնուհետև դեպքի վայրից փախուստի էին դիմել եւ դրանից հետո լուրեր ստացանք, որ 4 անձ ձերբակալվել է